Երիտասարդ և տաղանդավոր դերասանուհի Էլադա Հակոբյանը ներկայումս նկարահանվում է Ելենա Արշակյանի «Ուրիշի ընտանիքը» սերիալում մարմնավորելով Մագդայի կերպարը։ Այս նախագծում նա առաջին անգամ է համագործակցում պրոդյուսեր Ելենա Արշակյանի հետ, և հենց այդ համագործակցությունը դարձել է նրա կարիերայի նոր փուլ։ Ելենա Արշակյանը հայտնի իր սկզբունքներին հավատարիմ լինելու հանգամանքով միշտ ձգտում է երիտասարդ դերասաններին հնարավորություն տալ իրենց ճանապարհը հարթելու համար։ Իսկ Էլադա Հակոբյանը դարձել է նրա ուշադրության կենտրոնում իր տաղանդով և նրբանկատությամբ։ Մագդայի կերպարը, որը Էլադան հիանալիորեն մարմնավորում է, դիտողների կողմից սիրով և հիացմունքով ընդունվեց, նրա բարությունն ու համեստությունը հիանալի կերպով արտահայտվեց էկրանին։ Էլադայի խաղն առանձնանում է նրբությամբ, զգայունությամբ և միաժամանակ համոզիչ համարձակությամբ, ինչը նրան դարձնում է հանդիսատեսի սիրելի կերպարներից մեկը։ Էլադա Հակոբյանը սովորում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի երկրորդ կուրսում, ընդունվել է 2024 թվականին։ Նա արդեն ակտիվորեն ներգրաված է մի շարք ներկայացումների մեջ, ինչը վկայում է նրա պրոֆեսիոնալիզմի և մշտական ստեղծագործական զարգացման մասին։ Նրա ներկայությունը բեմում և էկրանին միշտ աչքի է ընկնում յուրահատուկ էներգիայով, և նրա դերասանական ճանապարհը վստահաբար դեռ շատ նորանոր բացահայտումներ է խոստանում։ Էլադա Հակոբյանը ոչ միայն տաղանդավոր դերասանուհի է, այլև անձնապես բարեկիրթ, համեստ և նուրբ բնավորություն ունեցող երիտասարդ, ում հետ աշխատանքը հաճելի է ինչպես գործընկերների, այնպես էլ հանդիսատեսի համար։ Նրա պատմությունը օրինակ է այն երիտասարդների համար, ովքեր երազում են արվեստում իրենց հռչակ ունենալու մասին արժանիքներով և տաղանդով։ Ելենա Արշակյանի «Ուրիշի ընտանիքը» հեռուստասերիալը եթեր է հեռարձակվել հոկտեմբերի 20-ից։ Սա բազմասերիանոց նախագիծ է, որը խոսում է մարդկային հարաբերությունների, ցավալի որոշումների և ներելու ուժի մասին։ Սյուժեն սկսվում է մի կնոջ պատմությամբ, ով կանգնած է կյանքի ամենաբարդ ընտրություններից մեկի առաջ։ Մի կողմում նրա արդեն մեծացած երեխաներն են, իսկ մյուս կողմում նոր կյանք, որը դեռ պետք է ծնվի։ Փորձելով պահպանել երկուսինն էլ, կինը կորցնում է ամեն ինչ։ Տարիներ անց նրա երեխաներն էլ են կանգնում նույն ընտրության առաջ՝ ներել, թե շարունակել անցյալի ցավը։ Ֆիլմի հիմնական գաղափարը պարզ, բայց խորն է։ Մենք պիտի կարողանանք ներել, որովհետև մի օր ամեն մեկս էլ ներման կարիք կունենանք։ Կյանքը հաճախ երկրորդ հնարավորություն չի տալիս։ Հեռուստասերիալում հանդես են գալիս ինչպես նոր անուններ, այնպես էլ արդեն սիրված դերասաններ՝ Վահագն Ղազինյան, Էդգար Իգիթյան, Ադրինե Աճեմյան, Էլադա Հակոբյան, Սիրանույշ Եսայան, Վիկտորիա Շամիրյան, Նվեր Սուքիասյան։ Նախագծում կան կերպարներ, որոնք հեռուստադիտողին արդեն ծանոթ են նախորդ նախագծերից, սակայն այս անգամ նրանք բացահայտվելու են նոր երանգներով։ Ստեղծագործական խումբը վստահ է, որ և դերասանների խաղը, և պատմության խորքային ասելիքը կգտնեն իրենց արձագանքը հանդիսատեսի սրտում։ «Ուրիշի ընտանիքը» հեռուստասերիալն, ինչպես արդեն նշեցինք, սկսեց ցուցադրվել ATV հեռուստաընկերությամբ 2025 թվականի հոկտեմբերի 20-ից ու արդեն դարձել է ամենառեյտինգային նախագծերից մեկը հայկական սերիալարտադրության ոլորտում։ Սերիալ, որը ուշադրություն է դարձնում մարդկային հարաբերություններին, ներքին պայքարին, ցավալի որոշումներին և իհարկե ներելու ուժին։ Սերիալը ստեղծվել է հոգեբանական խորությամբ, որտեղ յուրաքանչյուր կերպար ունի իր պատմությունը, հակասությունները, անցյալը, ինչը հեռուստադիտողներին ստիպում է մտորել կյանքի, ընտրության և հետևանքների մասին։ «Ուրիշի ընտանիքը» սերիալը ընդգրկում է ոչ միայն ընտանեկան ու անձնական դրամաներ, այլև հասարակական և սոցիալական ենթատեքստեր է պարունակում։ Հերոսների միջակ հարաբերություններն ու նրանց փոխազդեցությունները մատուցվում են բնական և անկեղծ ձևով, ինչը դարձնում է սերիալը հեռուստադիտողի համար շատ համահունչ և իրական։ Յուրաքանչյուր դրվագ խորացնում է կերպարների աշխարհը, բացահայտում նրանց ներքին զգացմունքները, թույլ է տալիս տեսնել մարդկային բնության տարբեր երեսները՝ սիրո, ցավի, հիասթափության և ներելու հզորության միջոցով։ Այս սերիալը ոչ միայն ժամանցային, այլև հոգեբանորեն հարուստ նախագիծ է, որտեղ յուրաքանչյուր դրվագ լսարանի համար դառնում է առիթ մտածելու, թե ինչն է ճշմարտապես կարևոր այս կյանքում, ինչպես պահպանել հարաբերությունները և ինչպես ճիշտ ընտրություն կատարել նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում։ Դե ինչ, իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալների, հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն։
Տեսանյութի մեկնաբանություններ բաժնում անպայման գրեք ձեր կարծիքը Մագդայի կերպարի մասին, հավանում եք և արդյոք Էլադա Հակոբյանն արդարացրել է հեռուստադիտողների սպասելիքները նրա կերպարի ասելիքը հասցնելով հեռուստադիտողին